Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մեր մոտ եթերում ավանդական կլոր սեղան է, որին մասնակցում են տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Մարտիկ Կասպարյանը, Քոչարի կուսակցության ղեկավար Արտակ Սարգսյանը և կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանը։ Ողջունում եմ պարոնայք։ Այսօր մենք խոսելու ենք հիմնականում Եվրամիության այդ միջոցառման սամիթի մասին և հատկապես ռուսական արձագանքին։ Ակնհայտ էր, որ այդպիսի սամիթը պիտի արձագանք ստանա ռուսական մամուլում, բայց ըստ իս այդ արձագանքը մի փոքր չափազանցված էր, անգամ սպասվածից, և տարօրինակ է լսել ռուսական պրոպագանդիստներին, որոնք որ երևի ըստ երևույթին չէին գնահատել այն արձագանքը, որ կտա Հայաստանի ժողովուրդը Արցախի այդքան այսպես ցինիկ հանձնմանը Ադրբեջանին։ Ես կարծում եմ Ռուսաստանի դեմ տրամադրությունները սկսվեցին հատկապես դրանից հետո, պատերազմից հետո, բայց Ռուսաստանի աչքերով իրավիճակը բոլորովին այլ է, և ես կխնդրեի, երևի սկսենք ձեզնից, պարոն Խաչատրյան, մեկնաբանել այն իրավիճակը, որ կա, դրա պատճառները, դրա հետևանքները և հետո մեր անելիքները։ Համեցինք։ Գիտեք, ամեն դեպքում իհարկե անվիճելի է, որ տեղի է ունեցել ինչ-որ հաշիվների սխալ իդերևս ելնել, այսինքն հաշիվները իդերևս են ելել շատ դեպքում, բայց առանձնահատուկ է այստեղ հարցը Ղարաբաղի հետ կապված, ինչու, որովհետև Հայաստանը դիտվել է որպես ֆորպոստ իսլամական աշխարհում, այսպես էր ներկայացվում, մենք էլ ճիշտ ասեմ, քննադատական ասենք 1-2 սլակ ուղղեցինք տարիներ առաջ, որ ֆորպոստը դա այն է, ինչը հանձնում ես, բայց նա մաքսիմում դիմադրություն է ցույց տալիս և ոչինչ անում է, այս տեսակետից ռուսական կողմը ընդունեց, որ չէ, դա այսպես կոչված պլացդարմ է, ոչ թե ֆորպոստ, որը թողնել է և այլն, բայց հիմա եկավ մի պահ, երբ որ Ադրբեջանի, Ռուսաստանի հենարան դառնալը տարածաշրջանում դարձավ չափազանց թանկ Ռուսաստանի աչքին, ինչպես նաև էապես դեր խաղաց նավթի հարցը, այսինքն եվրոպացիները բավականին հետաքրքիր, ես մասնակցություն ունեցել եմ այդ Աստվածի շողություն տա 2007 թվականներ, երբ որ ադրբեջանական նավթը պետք է հանվեր Սուբսայով գնար Եվրոպա և դա համարվում էր խոշորագույն պրոյեկտ, այն ժամանակ էլ ասել եմ, նորից հիմա կկրկնեմ այդ ասածս, երբ որ այդ Էբերտի հիմնադրամն էր կազմակերպել Թբիլիսիում և այնտեղ ուղղակի ես հայտարարել եմ, որ դա ֆինանսական կառավարման տարատեսակ է, այդպիսի ֆինանսական կառավարման ժամանակը չկա, որ մանրամասնենք, եթե մեկին ֆինանսապես ուժեղացնում ես, նա դառնում է գերակա տարածաշրջանում և դու ոչ թե ուղղակի միջամտում ես տարածաշրջանին, այլ ստեղծված այդ իրավիճակից հետևում է մնացած քայլերը, որը վերջին հաշվով հնարավոր եղավ իրականացնել ռուսական establishment-ի շրջանում և այն սառնությունը, որը կար, իհարկե նշենք, որ նաև Հայաստանի իշխանությունները ունեին ինչ-որ խնդիրներ կապված Ռուսաստանի հետ, որոնք սպասարկվեցին ոչ այն մակարդակի վրա, որոնք անհրաժեշտ էին, երևի կհիշեք, որ իշխանափոխության հենց ամենավաղ փուլից սկսվեցին խնդիրներ, այստեղ նույնիսկ կազմակերպվեցին հավաքներ, որոնք նկարահանվեցին, որ Ռուսաստանի ներսում պետք է սկսեին ինչ-որ Հայաստանի պլացդարմը օգտագործելով հակառուսական ինչ-որ գործունեություն, իհարկե այս ամենը հակակրեմլյան երևի։ Լավ, հակակրեմլյան ասենք, բայց ըստ էության Ռուսաստանը Կրեմլով է կառավարվում և դա դժվար է տարանջատել իրարից հենց ռուսական հասարակական գիտակցության մեջ և մենք փաստորեն ունեցանք ինչ-որ սառնության աստիճան և
Փաստորեն դրան նախորդող մեր իշխանություններն էլ որևէ կերպ չէին նպաստել, որպեսզի մեր հարաբերությունները լինեին այնպիսի խորության, որ մենք ավտոնոմ լուրջ ռեզերվներ ունենայինք պատերազմական գործողություններ վարելու եւ պարբերաբար մտնում էր խաղարկման մեջ այն թեզը, որ հիմա կվերջանան ձեր զինապահեստները եւ ինչ եք անելու եւ ինչպես եք կռվելու, բայց իհարկե շատ բան փոխվեց նրանից հետո, երբ որ պարզվեց, որ Ադրբեջանը խաղ է խաղացել, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև կոնֆլիկտը գնաց, որովհետեւ դե հասկանալի է, ով վճարել է, նա էլ պետքա պատվիրի, եթե ֆինանսական կառավարման ենթարկված է որևէ տարածք, որևէ երկիր, ինչպիսին է Ադրբեջանը օրինակ, նա չի կարող որևէ կերպ դուրս գալ այդ յուրօրինակ շղթայից, ինչպես որ շղթայում են կենթանուն դնում են, այդ շղթան նա չի կարող փոկել, բայց արդյոք Ադրբեջանը կառավարվում է հենց ռուսական Չէ, ֆինանսական կառավարումը մի քիչ ուրիշ բան է, դա ֆինանսական կառավարումը ֆինանսավորում են այն հատվածները, որոնք ունեն իրենց ղեկավարությունը այդ հատվածների ուղղությամբ եւ երկիրը տանում են այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ դա անհրաժեշտ է 1926 թվականից Ամերիկայում կիրառվել է, Անգլիայում շարունակվել է, որպես այդպեսին ես դրա համար ասի, որ չխորանանք դրա մեջ Տիգրան ջան, որովհետեւ ինքը բավականին երկար կտևի եւ մենք ընկանք այդպիսի ծուղակը, իսկ դրանից հետո պարզերևաց, որ Ադրբեջանը ինչ Ռուսաստան Այսինքն նրան Իսրայելից ուղղակի հայտարարեցին, որ գիտեք ինչ կարող է, դուք չեք հաղթել, մենք ենք հաղթել 44-օրյա պատերազմում։ Եվ եթե դուք հիմա Իրանի հետ հարցերում հանկարծ ինչ որ հա ու չէ է լինում, դա մեր համար հասկանալի չի։ Եվ հայտարարեց մարդ, որը լավ հիշում եք, եւ գեներալներ եղան հայտարարող, բայց Յակով Կեդմին հայտարարեց, որը շատ խոր գիտեր, եւ Ալիևին փաստորեն դա զգուշացում էր, որ լավ իմանաս էլի, որ եթե մենք արել ենք, այդ նշանակում մենք հակառակն էլ կարող ենք անել։ Մենք գիտենք, որ բոլոր ժամանակներում եղել է Հայաստան, նա ասեց, բոլոր ժամանակներում գնանք ամենահին քարտեզները եւ այլն, Ադրբեջան չի եղել։ Ադրբեջան չի եղել։ Եվ դա հնչում էր մեկի բերանից, որը գիտեր ինչ էր ասում, տեղյակ էր ըստ ամենայնի խորությունից process-ի եւ ճշգրիտ հարվածն իջացրեց ու այդ հարաբերականության դաշտում մենք այնուամենայնիվ այսօր էլ էլի դեգերում ենք, չենք կարող կողմնորոշվել, ճշգրիտ քայլեր անել, տարբեր պատճառներով, այդ պատճառները չի ցանկանա որ հիմա դնեինք ու Շատ լավ, բայց նման հայտարարություն եղավ նաև Ռուսաստանից, օրինակ մասնավորապես Դուգինի հայտարարությունը, որ այդ պատերազմի արդյունքները իրեն վիրագրող Ալիևը, որ շատ չպարտանա դրանով, այո։ Ինչևէ, մենք ունենք այս իրավիճակը եւ ես կուզենայի խոսք տալ Մարտիկ Գասպարյանին, որպեսզի գնահատվի այն ինչ որ կատարվում է ռուսական մեդիայում, որը որ մենք գիտենք, որ շատ ավելի պակաս ազատ է, քան Հայաստանի մեդիան, եւ այդ մեդիան Հայաստանին սկսել է բոլոր առումներով այսպես ծաղրել, խայովել եւ այլն։ Ձեր մեկնաբանությունները։ Բարի, շնորհակալություն հրավերի համար, ուրախ եմ, որ ես տաղավարում եմ։ Կատարում է այն process-ները, որոնք եղել են 100 տարի առաջ։ Նոր խոսում ենք ֆինանսական, նույն հեղաշրջումը ռուսական, նույն քաղաքացիական պատերազմը լրիվ ֆինանսավորում էր, նույն ձևով Աստրախանից մինչև ինչպես հարսնացուն հյուսիսից Մախաչկալայով Բաքու մի օրվա ընթացքում երիտթուրքերի մուսափաթականները դարձան կոմունիստներ։ Նույն իրադարձությունը հիմա է կատարում։ Կոնկրետ մեդիա համակարգում ահռելի գումարներ է բյուջեից հատկացվում, մի քանի հոգի նստած, ոչ առաջի դեմքերը, որովհետև առաջի երկրորդ, երրորդ, որովհետև ցեղասպանության հետ կապված հարցով, երբ որ մենք պրեզիդենտ աթելում ենք, հələ եկեղեցում, նախագահի ուղերձը առաջ անգամ կատարած, տեքստի մասին չի խոսալ, ինչպես պարոն Խաչատրյանը նշեց, երկրորդ, երրորդ ման էին գալիս գրչով, որպեսզի իրենք էլ մի խոսք ասեին, այսինքն որոշումները ընդունում իրականացնում են այն մարդիկ, որոնք բյուջեից որոշակի մուտքերը
սարքում են, պատրաստում են մեծ գումարներ ու սկսում են սղոցել դրանք վերցնել։ Հիմա Դուդինի խոսքը եղել է դրանից շատ շուտ, երբ որ առաջ անգամ Ադրբեջանի նախագահը արդեն բողոքեց ինքնաթիռի համար եւ որոշեցին, որ ասեն տեղետնաստի ոչ մի բան չանենք, բայց այսօր ցավալին նա է, որ օգտագործում են այս պայմաններում մի ժողովրդի դեմ, իրանց համար ռուսական մեծապետական կլինի, ազգայնական կլինի, օգտագործում են մի ազգի նկատմամբ, մենք չպետք է թույլ տանք, որ նման իրականություն հետ չկապող հարցեր, այսօրվա դրությամբ ես պատահական չէ, որ գրել եմ Հիտլերին, գիրք դեղ եկել, որ դու ճիշտ չես, ցեղասպանությունը հիշում են։ Համենայն դեպս աշխարհի խոշոր գիտնականները, էքսպերտները, փորձագետները 40 տարի ակադեմիկոս Մայսեևի գլխավորությամբ որոշել են աշխարհի 12 ահազանգներն ու խնդիրները։ Դրանց մեջ մտնում է հենց հիմնականում այս կարևոր փողի մոլուցքը, շատ մեծ վերլուծությունով, որ հիմա փողի մոլուցքով ես կարող եմ խոստանալ, որ վաղը կարող եմ գնալ նույն կենտրոնական հեռուստատեսությամբ խոսել, բայց ես խնդրում եմ նախորդ պետք է այստեղ ներողություն խնդրեմ, որտեղ այնտեղ ասելու եմ այն ինչ որ կա, բայց այսօր մեր հայազգի, որոնք եւ պատմության ընթացքում եղել են, բոլորը նոր խոսում էինք, նշեցինք ովքեր են եղել, Ֆրանգյուլն է եղել, անի դռներ բացողներն են եղել եւ այլը, բայց որ իրականացում է մեր ձեռքով, մեր ազգի ներկայացուցիչների ձեռքով, մեկը չհարցնի, թե եթե ես Նիկոլ Փաշինյանի կողմնակից չեմ, բայց հեղափոխությունը որ եղել է, ես էլ եմ ցանկացել գիտնականների հետ դիմել ենք աշխատանք կատարելու համար, այս վիճակից դուրս գալու, ամեն մեկը իր բնակավարում, բայց 7 տարվա ընթացքում նոր սպասվում է, որ էությամբ Նիկոլի հայրը պապը մասնակցել է այդ գործողություններին լեգիոնում։ Հայկական լեգիոնը SS-ի հետ չի համագործակցել։ Լավ չհասկացվեց ինչ ասեցիք դուք։ Դու հաշվի առեք, որ հայկական հեռուստատեսությունները այդքան էլ չեն հետևում ռուսականին, մենք չգիտենք ռուսական հեռուստատեսությունները, այո, ուրեմն Մոլոտովի թորը, որը ազգանունը Նիկոնով է, որի պապը համագործակցել է անձամբ SS-ի հետ մինչև հայրենական պատերազմը եւ պատերազմի առաջին տարիներին Գերմանիային հումք են ուղարկել 1941 թվականի շքերթին ընդունել են իրանց այդ գերմանական պատվիրակությունը միևնույն ժամանակ Մոլոտովը գնացել հանդիպել սեղան են նստել եղբայրություն են արել ոնց որ հիմա ասում են քիրվայություն են անում եւ այսօր Մոլոտովի տղան հարց է բարձրացնում հայերի մասին։ Ես էլ մենք էլ ինչպես է բարձրացնում։ Դուք ուղղակի բարձրաձայն եք ինչը ասվել։ Ներկայացնում է, որ Հայաստանը Եվրոպա չէ։ Հայաստանը Եվրոպա չէ եւ այդտեղ միանում է Անդրանիկ Միհրանյանը եւ նշում Նիկոլ Փաշինյանի պապը թե հայրը լեգիոնում է ծառայել։ Բայց մենք բոլորս շատ քաջ տեղյակ ենք, որ ստեղծված հիմա էլ հենց Գերմանիայում այս անգամ էլ ուղևորության ժամանակ հանդիպելու եմ այդ խմբին, որոնք աշխատում են, առայժմ մենք փաստաթուղթ չունենք, որ Նժդեհը համագործակցել է իր խմբերով, չէ, համագործակցել է SS-ի հետ, Վերմախտի հետ համագործակցել է։ SS-ի փաստաթուղթ չկա, GDR-ի փաստաթղթերը, որ իրենց արդեն ներքին գործերի բաժնում աշխատում են։ Չկա այդպիսի բան։ Եվ ոչ այդ նույն Անդրանիկ Միհրանյանը ՄԳԻՄՈ-ի պրոֆեսոր այսպես ասած, ոչ մեկը չի իմանում Անդրանիկ Միհրանյանի ծնողները ճակատից հրաժարվել են թե չէ։ Նման բան չկա։ Եվ այսօր հավասարացնում են Ալիևի հետ, որի հայրը դիզերտիր է եղել։ Պատերազմին չի գնացել։ Թեև ինքը ամբողջ Ադրբեջանում կազմակերպել են հայերին Արցախից, Նախիջևանից, նույնիսկ Հիտլերի ցուցանիշներից, որին Ստալինը էությամբ կոպտել է Հիտլերին զորահավաք անելու, կատարել են միայն մեր ազգի նկատմամբ։ Եվ այսօր, եթե մեզ դարձրեցին Երակոմ համաձայնությամբ 20 թվականի նոյեմբերի 9-ի
կապիտուլյանտի ստատուս տվեցին, այսօրվա հետո եկեղեցուն մենք պետք է ես կուզեի ասել, այստեղ նայում էր հարգարժան գեոլոգն է նստած, ես կուզեի ասել, որ մեր մայր աթոռը, մայր հայրենիքը, կրոնը ուրիշ է, եկեղեցին ուրիշ է, Էությամբ վազգենին հիշենք, որ այնքան է պետք, ինչքան մեր ժողովրդին է պետք եւ ոչ միական տեսական տարբերություն չկա աստվածաբանության մեջ սկսած էծագիր արձանագրություններից, շումերներով եկած, հուրիների հետ եկած մեր գաղափարախոսությունը, մեր էությունը, մեր սիմվոլիկան նույնը մնացել է։ Եվ այսօրվա դրությամբ մենք էլ բարձրացրել ենք եւ այսօր էլ կուզեի բարձրացնեինք, որ հենց ամբողջ Ռուսաստանը հայկական նախագիծ է։ Էությամբ հայկական նախագիծ է, սկսած գրերից, սկսած այդտեղ կառուցվածքներից, սկսած երկրպագություններից, նույնիսկ նրանք, ովքեր բյուզանդական, մենք համարում ենք 5-րդ դարից սկսած հայ բյուզանդական կայսրություն, նրանք երկրպագել են հայկական եկեղեցին առաքելական։ Հենց Աննան հայկական եկեղեցին։ Եվ իրանց առաջին սրբերը նրանց երեխաներն են։ Նրանք իրավունք չունեն բարոյապես նման հարցերին անդրադառնալ եւ սրա հիմնական պատճառը նա է, հիմնական պատճառը, որ էությամբ նրանք այսօր բարձրացնում են ցեղասպանության խորհրդային ժողովրդի ցեղասպանության հարցը։ Ես ոչ թե ծիծաղում եմ կամ հեգնանքով, ոչ։ Ხო ինչ է նշանակում խորհրդային միության այսօր բարձրացնում են օրեն հայտարարել, որ ապրիլի 21-ը համարում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության հիշատակի օր, որը ոչնչացվել է, ով է ցեղասպանողը եղել։ Ֆաշիստների կողմից, իհարկե ֆաշիստների ասելը Մուսալինին կարելի ասել ֆաշիստ, բայց Հիտլերին նացիստ, դրանք տարբեր հասկացություններ են եւ մեր ժողովուրդը պետք է իմանան։ Ժուկովը պատերազմի հաղթանակի մարշալը նշել է հայ շարքայինից մինչև մարշալ, ինչ են արել, պայքարել են եւ էությամբ մենք պարոն Խաչատրյանի հետ նման հարցեր այն ժամանակ բարձր չէին անում, ռուս գիտնականներով բարձրացնում էին նաեւ որ Թամանյան դիվիզիան դիզերտիր է եղել, այդ հարցերով Երևանի Պետական համալսարանում խոնարհումս հրավիրեցինք տարբեր մասնագետներով եւ այդ հարցերը ճշտեցինք։ Բերլին մտնելու համար ազգային տարբեր դիվիզիաներ են եղել։ Գլխավոր գերագույն հրամանատար, ինչպես հայերենով են ասում, որպեսզի միայն թույլատրել է Թամանյան դիվիզիայի մուտքը Բերլին վերցնելու համար։ Եվ մենք այնտեղ Ռեքստագի փլատակների տակ մեր մարտական քոչարին ապարելով մենք բողոքել ենք, ըմբոստացել ենք, որ 15 թվականի ցեղասպանությունից հետո առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ չլուծված հարցերը բերել են երկրորդ համաշխարհային պատերազմին եւ մենք այդ հիվանդությունից դուրս չենք եկել։ Ես այսօր նրանք խոսում են սովետական ժողովրդի ցեղասպանության մասին, բայց այս ցեղասպանություն հասկացությունը էությամբ ես խորհուրդ կտամ եւ կոչ կանեմ, որ մեր այս ժողովուրդը ինչպես հրեաներն են անում հոլոկոստը ցեղասպանություն բառը գրել մեծատառով, որովհետև հիմքը դա է բոլոր ցեղասպանությունների։ Եվ այսօր կարելի ես կուզեի նաև նշել, որ նրանց մեդիա համակարգում խոսում են հավաքված Երևանում գագաթնաժողովին։ Օպոզիցիոն կուսակցության Ժիրինովսկու հետ քաղաքակրթական համալսարան ուսումնական ստեղծելով մենք այդ հարցի պատասխանը շատ բարձրաձայնել ենք, ինչքանով հնարավոր է, որ հայ ժողովուրդը էությամբ ցեղասպանությունից հետո իսփյուրս աշխարհի լինելու է եւ արևմտյան, եւ արևելյան, ինչպես է մեր էպոսում թղթիկ մգրել այդպես մենք տարածված ենք եւ այսօր այդտեղ առանցքային բաժին ունեն իրանք եւ ամբողջ աշխարհում խորհրդային միության տարիներին արտաքին բոլոր ինստիտուտներում, հետախուզությունում բոլոր տեղերը աշխատել են բոլոր այդ հաջողություններին խորհրդային միության գերտերություն դառնալու մեր ազգի ներկայացուցիչների իսփյուր այսօր որ մենք դեսպանություն չենք բացում, չենք թողում մարդիկ ընտրության մասնակցեն ունենալով այդպիսի մեծ սփյուռք Թեհրանում ովքեր են այդքանը ապահովել։
Պոզդամում ովքեր են եղել, Յալտայում մարշալն է կանգնած եղել։ Դեգոլին այնտեղ պահելով ովքեր են եղել, Դեգոլի վիճակը շատ վատ է եղել, ֆրանսիացիք ընդհանրապես չեն կռվել։ Էլի հայերի միջոցով, նույն ձևով եղել է Ինդիրա Գանդիի հետ կապված։ Այսօր մեր ժողովուրդն էլ հələ կարիք ունի իրենց օգնելու, դրա համար ռուսների եւ հայերի որպես պետականություններ հարցերը լուծելու համար երկխոսություն է պետք։ Այդ անցել է այդ բոլոր ժամանակները 300 տարվա ընթացքում մեր հարցերը լուծել են եւ էությամբ այսօր հասել ենք մեր կենսադաշտի 29000 քառակուսի կիլոմետրի վրա։ Մակրոնի մասին են խոսում, այնպես Մակրոնի հետ ինչ գործ ունեք։ Մակրոնը իրանց ժողովրդի ընտրվածն է, Նիկոլը մեր ժողովրդի ընտրվածն է։ Ուզում եք ընտրեք, այսօրվա դրությամբ ձեր իրավունքն է, որպեսզի կարողանաք ընտրություն անեք եւ Մակրոնից չբողոքեք, ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում։ Մակրոնին կարելի է բողոքած, որ 2013 թվականին հրթիռները աֆրիկյան գաղութային երկրից իր կոսմոդրոմից բարձրացրել, որոնք պատերազմի ժամանակ ի վնաս մեզ օգտել են։ Ես բարձ ասում եմ, դրանցից այդ 2013 թվականին չի գործում, 2017 թվականին աշխատում է, որպես Ռոսկոսմոսում աշխատած, հիմա գաղտնիք չեն դրանք։ Այստեղ շատ սիրուն գեղեցիկ պահեցին գերմանացիները, չմասնակցեցին, որովհետև աղտոտված հարց էր։ Ես սկզբից թվում էր, թե կանցլերը զբաղված է, բայց չէ, նրանց մոտ պիտատիշնի հայրեն ինչպես է, ես ներողություն եմ խնդրում, նրանք իրենց ոնց որ հասարակական պատասխանատվության հարցը գնահատելու եւ մեղսակից լինելու այդ կուլտուրան ունեն նրանք եւ այդ խնդիրներից ելնելով նրանք չեն մասնակցել, բայց այս միջոցառման ժամանակ այդ Ուրարտուն չի, որ Պետրովսկու Դիակոնովի հետ ես շատ խոնարհում եմ նրանց, ովքեր ներկայիս կապիտուլյանտի ստատուսով այդպիսի մարտական թատերական ներկայացում կատարեցին, նախ առաջին մեր ժողովուրդը ջրածին ժողովուրդ է, դրանից հետո ներկայացրեցին էծագիր արձանագրությունները, որ բոլոր գրերի հիմքն է համարվում, եկեք բարձ ասենք, դրանից հետո բերդը բարձրացրեցին, բերդապարը, դրանք այստեղ լրիվ գնում է միլիտարիզացիա, Բաչարամիլիչի, Սպարտակի, արդեն ադաժում քանդեց բոլորին, եւ էությամբ ես գտնում եմ, ովքեր ադմինիստրատիվ ռեսուրսի ազդեցության տակ այդ միջոցառումը Եվրոպային ներկայացրել են եւ շատ բարձր մակարդակով են ներկայացրել եւ երկխոսությունը մենք պետք է շարունակենք, որովհետեւ խնդիր է դրված Ռուսաստանում ամենայն հասկացությամբ, ինչպես մեր պրոֆեսոր Բեգլարյանն է նշում, մատնանշում, Արցախը վաճառել են շատ էժան, ուզում են Հայաստանը շատ թանկ վաճառեն։ Խնդիրը դրա մեջ է դրված։ Եվ Արտակ Սարգսյանն էլ նմանատիպ այդ կարծիքին է, որպես իրականացրած։ Ես կուզեի, քանի որ ներկա է, նշեմ, որ մենք զբաղվում ենք ռեպարացիաների, ռեստիտուցիաների, սահմանագծման համար։ Այսօր Ադրբեջանից դիմում են, որ ցեղասպանության օրը հələ Քոչարյանի օրոք էր, թե Սերժի օրոք էր, իրանք նշել են ադրբեջանցի ժողովուրդները, ինչ մենք ունենք ցեղասպանություններն են վերցնում, եւ այնտեղ մարդու իրավունքների օմբուդսմենը դիմել է դատարանի ինչ որ այդ հատուցումներ ստանան, բայց մենք չենք մտածում ենք ինչ օրգան լինի, որ լիազորություն ունենա, որտեղ սկսած Փարիզի վեհաժողովից երկու կազմակերպություն, երկու հանձնաժողով ենք ունեցել։ Այստեղ նստած մեր հարկարժան ընտրության ռեկլամ ես չեմ անում, թող հարցնեն ինչպես է կարել, որ Քենիայի նման պետությունը Անգլիայի իմպերիայի այդ ամենամեծ կայսրության գաղութատիրական բոլոր հատուցումների հարցերը լուծել են։ Եվ մենք պետք է օրինակ վերցնենք այդ աշխատանքները կատարենք։ Մեր հիվանդ ժողովուրդ ենք, մեր չխախտված իրավունքը դեռ նոր իրավունք չի բերել, մինչև չուղղվի աշխարհը այն ժողովուրդը ոնց է ասում են, որ հարթաչ դնում են թուրքերեն բառա, թե պարսկերեն, որ ասում են թարազույթ չի լինելու։ Ամեն ինչի հարթաչափ հայերենով, որովհետև ազգերի լիգայի որոշումը ես նորից կրկնում եմ, Ձանձրույթի հայրը Ռուզվելտի պլանով տեղափոխել են, գնդակահարել են, դրմբակոծել են Եվրոպայի մշակութային ամբողջ ժառանգությունը եւ հենց Լեմկինը
ուզելա որ առաջնային լինի կուլտուրացիդը, մշակութային եղերն եւ իրավական գնահատական չի ստացել։ Բոլորին հավաքել են մի կոմունալ գրասենյակում եւ կուզեն վիզա կտան, կուզեն կթույլատրեն, որպեսզի ազգերի լիգայի որոշումը չկատարվի։ Այսինքն այսօր ամենամեծ պայքարը գնում է աշխարհության պարազիտիզմի եւ աշխատող մարդը 8 ժամում ոնց որ պետության ղեկավարը կամ իշխող կարգը 8 ժամ աշխատել ավելի դժվար է, քան 12 ժամ քարկոծելը։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը հպարտանա, որ մեր ժողովուրդը թե թիկունքում, թե մարտի դաշտում, թե ծովում, թե օդում հայ ժողովուրդը իսփյուռս աշխարհի պայքարել է եւ շատ ճակատը բաց երկրորդ համաշխարհային պատերազմի կարող եմ նշել, որ մինչև Ստալինգրադի ճակատամարտը հələ չէր որոշվել հայրենական պատերազմի երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ ընթացքը աշխարհում միակ հուշարձանը կառուցվել է Սյունիքում, Գորիսում, 7 աղբյուրա։ Պատերազմի ամենաթեժ օրերին մարդիկ են, ոնց որ այն ժամանակ ասորական թագավորը եկելա չի մտել Մուսասիրա գնացել։ Ոնց որ գնացել են, հասել են Արատանի ափին, սասունցիների նման բդեշների հետ են պայքարել են եւ քրիստոնեությունն է պետականորեն ընդունված։ Եվ բոլորին պետք է ասենք, այն ժողովուրդը, որ մինչև Ստալինգրադ հավատացել է հաղթանակին եւ պայքարել է ցեղասպանությունը չճանաչելու համար եւ կառուցել է հաղթանակի աղբյուր եւ պատահական չի պարոն Խաչատրյան, որ Գորիսում հայտնում է Պաուսի մեքենան, որ Հիտլերն է անդամ նվիրել, որպես Ստալինգրադը վերցնել։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Գասպարյան։ Դուք հետաքրքիր հարց բարձրացրեցիք։ Ես ուզում եմ այդ հարցը նորից ուղղել պարոն Արտակ Սարգսյանին։ Պարոն Սարգսյան, կան արդյոք որոշակի նմանություններ Հայաստանի պահանջատիրության եւ Քենիայի իրավիճակների հետ եւ ինչպես ստացվեց, որ Հայաստանը այսքան անօգնական է գտնվում այդ հայրենատիրության, այդ իրեն պատճառած վնասը փոխհատուցելու հարցում, իսկ Քենիան կարողացավ ունենալ այդպիսի հաջողություն։ Ուրեմն ասեմ, որ նախ շնորհակալություն հրավերի համար, ասեմ, որ պահանջատիրությունը երևի ամբողջ աշխարհում նույնն է եւ ամենակարևորը չհրաժարվելն է դրանից։ Կենիայում գոյություն ուներ Մաու շարժումը, որը որ հենց Կիկույու, ասենք իմ ազգականների կողմից էր ստեղծված, Կիկույու ցեղը դա հենց բնիկ ցեղն է Կենիայի, եւ երբ որ բրիտանացիք տեսնում են, որ Կենիայի ժողովուրդը իրանց չի օգնում, նրանք բերում են Յուգանդայից եւ իդիոմինին մահմեդականների կոչվում էր թագավորական հրացանակիրներ, հա, սենց էր կոչվում է հատուկ ջոկատը եւ նրանք բոլորը 2 մետր բոյ, մահմեդական ատելությունը կար եւ այդ խեղ ժողովուրդը քարերով, ասենք, այդ վահաններով չհասկանա, ծղոտից վահաններով իրանց թանգարանում դրածավ, ոնց որ ասենք այդ մեդիաններ Ուկրաինայի կռվում էին այտենց մահմեդականների դեմ եւ հենց սկզբից այդ Դիդանին շարժման ղեկավարին կախում են, մնացածին քերթում են, շատ դաժան Խոսքը ժամանակը եթե կարելի է ասել 60-50-ականներից սկսած 60-ականներ 20-րդ դար։ Հա 20-րդ դար, Մաու շարժումը դա, ասենք իմ աները, հա լուսահոգի ու Կիբակին լինում է երիտասարդներից այդ Մաու շարժման ժամանակ, հա։ Հետո երբ որ Դիդանին սպանում են, գալիս է Ուհուրու Կենյատան, առաջին նախագահը, եւ մի խոսքով բրիտանացիքից ազատվում է Կենյան, բայց մնում է հարցը չփակված, 5000-ից ավել Կիկույու մարդիկ տանջվեք, քերթվեք աշիները, երեխա, հա, կին եւ Ուհուրուն լինելով շատ խելոք մարդ Կիբակին մյուսներին ուղարկում էր Անգլիա սովորելու, որ գնացեք եւ
մարդկանց բացատրեք, այդ ժամանակ չկար սոցիալ մեդիա, Կիբակին էլ Կիկույու բացի նայից, որ Կիկույու ցեղի առաջնորդներից էր, նա թագավորական ցեղից էր, հա, Ուհուրուն թագավորական ցեղից չէր, իսկ Կիբակին հենց թագավորական ցեղի ներկայացուցիչն էր։ Արդյունքը սկսվեց դատական պրոցեսներ։ Եվ հաջողության հասանք միայն Կիբակի օրոք, ձեր խոնար ծառան, ես չասեմ ոնց միշտ բրիտանական դատարանը ասում էր փաստեր չկա, չասեմ ինչ կերպ, մենք գտանք, որ կա ֆայլեր, գաղտնի ֆայլեր պահված, հա, եւ պահանջեցինք, որպեսզի այդ ֆայլերը ներկայացվի եւ նույնիսկ ֆայլերի տեղը ասվեց Կիբակին, ես հիմնականում Կիբակի ճար գրողն էի լինում ու ասենք մոտիվացնողը, ինքը ասում էր անգլիացիք օգնությունն են կտրում, դե երկրի ղեկավար էր, նա ուրիշ մտահոգություններ ուներ, ես ասում եի չէ, սրանից չի կարելի հրաժարվել, էսի հենց քո միսիան ա եղել, քեզ Անգլիա են ուղարկել սրա համար, դու գնացել կրթվել ես, էսի դու պետքա վերջացնես։ Եվ երբ որ այդ ֆայլերը արդեն բրիտանացի դատարանը պահանջեց տեղով, արդեն ամեն ինչ ես ինֆորմացիան տվել էի, բերեցին այդ ֆայլերը, որ տեսան, բրիտանական դատարանը կայացրեց որոշում 19 միլիոն 900 ֆունտ ստերլինգ վճարել այդ զոհերին եւ բացի դրանից ուրիշ ռեպարացիաներ։ Դա հենց պահանջատիրության հարցն էր, որ 13 թվականին Դեվիդ Կեմերոնի իշխանության օրոք բրիտանական կայսրությունը ճանաչեց այդ վայրագությունները ու վճարեց այդ գումարը։ Այսինքն դա պահանջատիրությունից չհրաժար, մենք չենք կարա Բրիտանիայի հետ պատերազմ մղենք, հասկանում եք, ոչ սահման ունեինք, ոչ նավատորմ ունեինք, ոչ ինքնաթիռ, ոչ էլ, ասենք կարա ենք դրանց դեմ պայքարենք, բայց իրավաբանորեն պահանջատիրության շնորհիվ հասանք նրան, որ Բրիտանիայի դատարանը կայացրեց որոշում, ասաց այս վայրագություններ ա եղել, այս ինչեր ա եղել, պետք է վճարել։ Պարոն Սարգսյան, ես որքան հասկացա ձեր պատմությունից, այդտեղ հայրենազրկման մասին խոսք չկա, այդտեղ զուտ եղել են վայրագություններ։ Այո։ Եվ դուք կարողացել եք ջանքեր գործադրելով այնուամենայնիվ ստիպել, որ դատարանը ճանաչի եւ փոխհատուցի։ Հիմա փորձենք համեմատել այդ իրավիճակը հայկական իրականության, ես նկատի ունեմ եւ ցեղասպանության հետ 15 թվականի փաստերի առումով եւ իրավիճակը, ասենք, դրանից հետո 22 թվականին եղած ջարդերը եւ դրանից հետո, ասենք, Արցախյան պատերազմը, Արցախի բռնազավթումը, Արցախի բռնի տեղահանումը մարդկանց եւ այլ։ Արդյոք մենք չունենք այդքան փաստեր, որպեսզի կարողանանք դա միջազգային դատարանով լուծենք, որովհետեւ եթե Անգլիան տվյալ դեպքում ընդունել է իր մեղքը եւ այդտեղ այդ հարցը լուծվել է, մեր պարագայում Թուրքիան չի ընդունում իր մեղքը, Ադրբեջանը չի ընդունում իր մեղքը։ Տեսեք, մենք ավելի հզոր փաստեր ունենք եւ եթե զբաղվենք, ես հաստատ գիտեմ, որ էլի գաղտնի արխիվներ կգտնենք, ներկայացնողը չկա։ Մենք հենց կարանք բրիտանական դատարանում դիմենք, անպայման չի ասենք միջազգային դատարան դիմենք, բրիտանական դատարաններն են շատ ազդեցիկ դատարաններ են։ Մասնագետ պետք է լինի։ Պարոն Գասպարյանի պես մենք այսօր դիլետանտ, չգիտեմ, դիլետանտը ոնց հայերեն, դիլետանտների մակարդակով ինչ-որ մարդիկ, որ չեն կարան ներկայացնեն այդ հարցը, նրանք պետք է դասընթացներ անցնեն, հա, այդ բրիտանական դատարանը, այդպես մեզ օգնող էին 3 հատ պրոֆեսոր, մեկին 2 բրիտանական պրոֆեսորներ, հա, հիմա մենք նրանց չենք կաշառել, մենք նրանց չասեմ ձևերը, ոնց էինք նրանց հյուրաս կանչե Կենիան ցույց տվե, ասենք հուզական բաներ այդ մարդկանց մեջ, հա, նրանք հատկապես այդ Կերելայնը, հա, այդ հայտնի, նրանց մոտ այդ հուզական բաներ, որ երբ որ ֆայլերն է տեսան, արդեն այդ վիդեոները ոնց են
մարդկանց վրայից քերթում մասսայական այդ կաշին, բան, ասենք մենք ունենք, ասենք բրիտանական, գերմանական Կիմ Կարդաշյանի պապը այդքան արխիվ է հավաքել, հա, ասենք նրանք այդ վերջի ունեցածը դրա արխիվներ են հավաքել, ու այսօր թողել ենք ինչ-որ, ասենք, կուսակցության ղեկավարների կամ դիլետանտների, ասենք, այս մարդկանց պես մասնագետներին, որ աշխարհով մեկ մի քանի հոգի են գործի չդնել եւ հարց ուղղակի սահմանափակել իրենց անձնական շահերով, դրամահավաքներով, ես նույնիսկ թող ներեն ինձ այդ կազմակերպությունը, ես չեմ էլ հավատում, որ իրանք ուզում են հայկական հարց լուծվի, քանի որ հորից տղա այդ դրամահավաքներով նրանք ապրում են եւ այդ հարցը չեն էլ ուզում լուծվի, որ լուծվի փողից կտրվելու են։ Մեր հարցը ավելի հզոր է, մենք մեր փաստերը, ասենք, մենակ եթե այնտեղ մենակ մեկ արխիվ էր, որը որ պահվում էր, հա, մենք ունենք արխիվներ, ասենք, բրիտանական, գերմանական, ամերիկյան, հա, ու կամ փաստեր այդ երեխաները ուր են գնացել, այդ որբերը, թուրքական կարող է մի քանի արխիվ փակ լինի, բայց նրանք էլ են, ասենք, ուստեղ մի քիչ պետքա, նրանք չեն ասում, որ չի եղել կոտորած։ Նրանք ասում են, դուք ռուսամետ եք եղել, չէ, ռուսների կողմն եք պահել։ Մենք ձեզ պատժել ենք։ Հիմա պետք է այդ պատիժ բառը դատարանի օրենքի ուժով փոխվի ցեղասպանության, ուրիշ ստեղ բան չկա։ Ու ես ձեզ ասեմ, երբ որ Բրիտանիան ճանաչեց այդ, տեսեք, քանի տարի անց արդեն թորներն էին, հա, 13 թիվ։ Կենիայի եւ Բրիտանիայի հարաբերությունները ավելի լավացավ։ Ասենք այն, որ մենք հաղթել էինք այդ ընտրությունները 80% հաղթանակ էինք տարել, որ այն կողմը բրիտանական եւ ռուսական կողմ էր, այն կողմին էլ արդեն սկսեցին այն ռուսերեն բառ կա, չէ, բեսպակայանի нет, հա, ասենք ժողովրդի հարաբերությունը ոչ թե վատացավ բրիտանացիքի հանդեպ, որ նրանք դեռ վայրագություններ են, հակառակը նրանք հարաբերությունները Բրիտանիայի հետ ավելի լավացավ, այդ որ նրանք ընդունեցին, ռեպարացիաները տվեցին եւ պայքարը չի էլ շարունակվել։ Հիմա մյուս պայքարը որ գնում է, որ այդ գաղութատիրության պահանջատիրությունն է դրված։ Դա մի քիչ կերկարի։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, ես առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատիվ գովազդային դադարի, բայց հետո կշարունակենք մեր զրույցը։ Գովազդ է եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևան
Սանդ են ուղարկում։ Ստեղ ուղարկում են Երևանում ստանում են $1.99 Սենսացիա, Այ սենսացիան հեսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր զրույցը, Մարտիկ Գասպարյանը, քանի որ պիտի թրջեր Փարիզ, նրան փոխարինեց հաղորդման ընթացքում պրոֆեսոր ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Աշոտ Գևորգյանը։ Եվ այսպես պարոնայք, մենք խոսեցինք տարբեր թեմաներից, բայց վերջին թեման ցեղասպանության պահանջատիրության խնդիրներ, որից կարծես թե մեր պետությունը ուզում է լրիվ հրաժարվել, որովհետև համենայնդեպս ներկա իշխող ուժով, որովհետև տեսնում է այսպես երկրի բարգավաճումը այն պարագայում, երբ երկրի հարևանները թշնամաբար չեն տրամադրված նրա նկատմամբ եւ այդ տեսության համաձայն, եթե երկիրը պահանջատեր չլինի, այլևս հետամուտ չլինի իր իրավունքներին, ուրեմն այդ երկրները, ովքեր կողոպտել են, գողացել են, սպանել են, այլևս չեն վախենա, որ ուրեմն իրենց սուտը, իրենց մասին ճշմարտությունը երես կգա եւ այլևս չեն հետապնդի զոհին։ Ընդհանրապես այս տրամաբանության մասին եմ ուզում խոսենք, սկսեք ձեզնից, պարոն Խաչատրյան, արդյոք նման տրամաբանություն կարող է բնության մեջ գոյություն ունենալ։ Մի բան ավելացնեմ, կամ եթե ուզում եք ոչ միայն իշխանությունը, դուք սկսեք, հենց միանգամից։ Ամենացավալին այն է, որ ոչ միայն իշխանությունն է, կան օպոզիցիայի ղեկավարներ, հա, հին, նոր, որ ասում են, մենք այդ հարցը չենք դնելու, ասենք, խնդիրը չի լինելու մեր արտաքին քաղաքականության, են մյուս ասում մենք ընդհանրապես պահանջներ չունենք արևմտյան, արևելյան բաներից, դա ամենացավալին է, որ դու քեզ ընդդիմություն ես ձևակերպում եւ գալիս ես նույն գաղափարներով ինչ-որ այսօրվա շատ լավ, դրա մասին եկեք խոսենք, ուրեմն ես նորից ձևակերպեմ հարցը։ Արդյոք կաշխատի նման տրամաբանություն, որովհետև այն նպատակը ինչի համար դա արվում է, այդ խաղաղությունը, դա բոլորիս ուզածն է։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, պարզապես եթե հրաժարվես քո պահանջատիրությունից, հրաժարվես քո իրավունքներից, դա կարող է բերել խաղաղության։
Իհարկե ոչ դա բերելու են նոր եւ նոր զիջողականությունների միջև, ասենք, էլի ազգը ոտի է կանգնելու։ Իզուր չի, ասենք, պատմության մեջ առաջի դեպքն է, որ կապիտուլյացիա ստորագրողը մնացել է ինչի է միշտ այդ մարդիկ հրաժարական տվել, քանի որ նա արդեն գնալու է զիջողականության եւ այդ զիջողականությանը այն մյուս ուժերի համար, ասենք, վերջ չկա։ Ու այս ուժերն էլ հակառակորդներ այդ արևմտյան սահմանի, հա, հիմնականում ինչ է, կոմունիկացիաները պետքա բացվի եւ միշտ հաղթողի վրա է այդ բեռը դրվում։ 30 տարի մենք ձախողեցինք, հիմա իրանք են ձախողում եւ իրանք ձախողումները նրանք աշխարհին ասելու են, որ քանի որ այսի մեջ չեն տալի, մենք ձախողում ենք, քանի որ այս չեն տալի, մինչեւ աշխարհը դրանց դեմ էլ դուրս կգա, բայց նրանք փորձելու են ամեն կերպ խաղաղություն, դա շոր իլյուզիա է, ես խաղաղություն չեմ էլ տեսնում, այդ զիջողականությունը խաղաղություն չի, եւ նրանք ասում են կամ ռեպարացիաներ, որ նրանք են դիմել, կամ որ ասում են ավտոյով են գալու, կամ որ 300,000 մարդ են պատրաստում, լավ, եթե 300,000 եք, բայց եկեք մենք էլ 700,000-ից ավելին ուղարկենք այնտեղ։ Եթե խաղաղության մասին է խոսքը գնում, այդ փող հարաբերությունների այս քարոզ արշավները, որ եվրոպական լիդերները իբրստե հավաքվեցին, հասկանում եք, այդ բոլորը քարոզ արշավ է, ուղղակի ընտրություններից հետո բոլորովին փոխվել է, նույն եթե այս ուժը դառնա էլի սահմանադրական մեծամասնություն, էլի նույն քարոզ արշավ, նույն չտանք պատերազմ, բայց չեն ասում, որ տանք երբ է պատերազմը։ Գիտեք, այստեղ հռետորական հարց կա, էլի, ինչի ենք դատում հանցագործին, ինչի ենք նստացնում, այդ մարդը գնում է իր պատիժը կրում է, ինչի, որովհետև բոլոր ժամանակներում, Համուրապիի ժամանակներից սկսած, ամենավաղ շրջանից մարդկային գիտակցականի մեջ, երբ արդարություն բառը մտել է, արդարացիություն նաև, այստեղ պետք է տարբերակել։ Մտել է մենակ մի բանի համար, որ այդ մարդը, այդ պետությունը, այդ խումբը, ովքեր հանցագործ են, եթե չեն պատժվում, դա ծնում են նոր հավակնություններ։ Այսինքն տեսել ենք արդյոք, որ ավազակը չպատժվի, ինչպես Ռաֆին էր ասում, եւ թարգի ավազակությունը։ Վերջ տա այդ ավազակությանը, ոչ, այդպիսի բան գոյություն չունի։ Այսինքն դրա ամեն դեպքում, տեսեք, տրամաբանական անցումը Կենիայի համար այն է, որ եղավ ինչ-որ հատուցում, այսինքն դա պատիժ էր, Անգլիան ընդունեց, ինքը պետք է հատուցի, դա յուրօրինակ պատիժ էր, ինչից հետո Անգլիան որևէ ոտնձգություն այդ երկրի հանդեպ պետք է չանի, որովհետև արդեն ինքը ճանաչել է իր մեղքը, ինքը դրա դիմաց վճար է տվել, արել է նաև ուրիշ բաներ երևի թե, բայց հիմա մենք ինչից ենք սկսում այս խոսակցությունները, նրանից որ հայերի վերջին գենոցիդը պետքա տեղի ունենար Աբխազիայում ու չեղավ, այս ընտրությունների ժամանակ, նույն թուրքական ուժերը պահանջում էին գենոցիդ այնտեղ, որ հայերին մինչև վերջինը մինչև չմորթվի հայերից այնտեղ չի լինելու Աբխազիա, որը պրոթուրքական լինի, ինչից ելնելով պետքա մորթվի։ Թեկնածուն, Թուրքիայի սատարած թեկնածուն էր, նա իրականացնում էր այդ երկրի պահանջը, այդ երկրի շահերն էր ներկայացնում այնտեղ։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ մենք հանկարծ որոշեցինք, որ ոչինչ չեղավ, մենք ճնշումը կանգնեցրինք, դադարեցրինք, հայտարարեցինք, որ մենք ձեր եղբայրն ենք, արդյոք մենք եղբայր դարձանք։ Իհարկե ոչ, որովհետև այդ մարդկանց համար, այդ պետության համար, որը բարդագույն զարգացման փուլում է, իհարկե Հայաստանի բացակայությունը այստեղից դա գերխնդիր է։ Կամենում ենք թե ոչ, օրինակը բերեմ էլի։ Թուրքիայում ընդունվեց օրենք, որ 12 օրվա ընթացքում սեփականությանը վերաբերող կամայական դիմում ներկայացնում եք արխիվ թուրքական, 12 օրվա ընթացքում պետք է այդ պատասխանը տա արխիվը։ Ուրեմն դե հայերը ներկայացրին, հասկանալի է, կորցրել են սեփականությունը, օտարել են սեփականությունը,
դրվել են տոկոսներ, որոնք մարդկային բանականությունից դուրս են։ Այսինքն ոչ թե դրվել է տոկոս տարվա ունեցվածքից, տարվա եկամուտից, այլ տոկոսներ ընդհանուր ունեցվածքի վրա։ Քո ունեցվածքի 180%-ը այս տարի պետքա մուծես։ Ունեցվածքի, ոչ թե եկամուտի։ Այսինքն դա ոչնչացման ծրագիր է եղել։ Հիմա տվել են 3 այս հաստության մոտավորապես 1000 էջանոց գրքեր հայերը ստեղծեցին եւ պարզվեց որ աներևակայելի մի բան 80% սեփականությունը ու ավել պատկանում էր հայերին փաստորեն։ Հիմա այդ օրենքը կասեցված է Թուրքիայում եւ թուրքական արխիվը ոչ փաստաթուղթ չի տալի այլևս։ Հիմա ինչն է պատճառը, որ մենք այս ամենը համարում ենք, որ չէ, մեզ կբերի բարեկամության։ Նմանատիպ Եթե որևէ բան չկա, եթե մարդը չի, եթե այդ աբսուրդին են գնացել, եթե 39 թվականին հայերին 1939-ին հայերին հավաքել էին հյուսիս արևելյան Թուրքիայում, որպեսզի ոչնչացնեին, վերջնականապես իզութոզը, որ ասում են, կորցնեին։ Սա process-ը, որը ընթացել է, ունի իր բազմաթիվ նեգատիվ դրսևորումները ամենուր։ Արտասահմանում են հայերին սպանել, հրանք դինքի պես մարդուն սպանեցին բացահայտ, կեղծ փաստաթղթերի հիման վրա սպանողը փաստորեն չստացավ պատիժը սպանության համար։ Պարզվեց, որ նա 18 տարեկանը չկա, կեղծ փաստաթղթեր է ներկայացվել, ինքը 18-ն անց է, դատարանը այլևս չի կարող վերադառնալ քննել հարցը։ Ինչից ելնելով մահապատիժ չի կարող լինել։ Համազոր ոչինչ չի կարող լինել։ Հիմա այս ամենը տեսնելով որ պետական քաղաքականությունը ուղղված է ընդդեմ մեզ։ Մենք ինչն ենք, մեկ էլ շատ տեղերացնեմ ու նորից չեմ դադարի կրկնելուց։ Ինչն է պատճառը, որ Էրդողանը ուզում է Զանգեզուրին Նիկոլը շնորհի ավտոնոմիայի կարգավիճակ։ Հասկանանք էլի, ինչի է ուզում։ Ավտոնոմիա ստանում են նրանք, ովքեր էթնիկական տարբերություն, էթնիկական պայքար է ընթանում, այս մարդկանց իրավունքները ինչ որտեղ հաշմված են, ինչ որտեղ ճնշման ներքո են ապրում եւ այլն, բոլորս գիտենք, դրանից է ավտոնոմիան։ Ինչպիսին եղել է Նախճեվանը, ինչպիսին եղել է Ղարաբաղը, ինչպիսին եղել է նաեւ Դաշտային Ղարաբաղը։ Այդ ամեն ինչը գենոսիդի արդյունքում վերացել։ Հիմա այս ինչի է հանգարց այդպիսի խնդիր դրվում։ Որպեսզի դա էլ օտարվի, չէ՞։ Ուրիշ տարբերակ չկա, եթե ընթացքը այսպիսին է, ինչի պիտի հանգարց հաջորդ քայլում շեղումներ լինեն, եթե եղել է դա էֆեկտիվ։ Աշխարհի անտարբերության առաջ այդ ամեն ինչը տեղի է ունեցել, ճիշտ է, լիքը մարդկա ասում են, դե աշխարհը ընդհանրապես անտարբեր է, որովհետև քրիստոնյաներին այսօր էլ են մորթում։ Ինչ ա եղել էլի, դե մորթում են ու որևէ մեկը կարողանում է ինչ-որ բան ասի։ Չէ, քրիստոնյաներին իսլամադավանները որոշ տեղ այ ախպեր, հիմա բերեք դնենք այդ ամեն ինչը մի կողմ։ Հա, դա լավ չի, դա արատավոր է, բայց դրանք էլ պետք է ներկայացվեն, դրանք էլ պետք է փաստավավերագրական հնարավորություններով դրվեն աշխարհի առաջ։ Եթե այսօրվա աշխարհը հա այս խառնիճաղանջ վիճակում է, մի անգամ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կոտորվել ենք, մի անգամ երկրորդ համաշխարհային ժամանակ մի կերպ մազապուրծ ենք եղել, կրկնում եմ նորից 39 թվին հայերին հավաքել էին, որ այնտեղ ոչնչացնեին վերջնականապես։ Եվ եթե չլներ Ստալինգրադի ճակատամարտը ու Բախտի փոփոխությունը, մտնելու էին նաև Հայաստան։ Այս Հայաստանը պետք է ոչնչացվեր։ Մեր ներկայիս երկիրը պետքա չլներ։ Ինչից ելնելով էր, որ վերջում ուզում էր Ստալինը գրաված լներ այդ տարածքները, որպեսզի ապահովեր սովետական միության հարավային սահմանը։ Էդ էլ Ամերիկան թույլ չտվեց այդ միջուկային զենքի կիրառման վախի ներքո եւ այլն։ Բայց հիմա մեր խնդիրն է, մեր սերնդի խնդիրն է։ Մենք չենք կարող շարունակել զիջողականության ընթացքը, որովհետև նա վերջ չունի։ Նրա ավարտը մեր նոր գենոցիդն է։ Մեր ոչ այդ գենոցիդը են, որ նոր իմ կողմից շատ հարգված մարտիկը ասում էր, այդ գենոցիդը ունի բազում դրսևորումներ էլ, կուլտուրոցիդ, հայրենազրկություն, ինչ նշանակում դա ախպեր։ Ոնց թե մենք
պատմական արմատներով հնագույն այդ էկող անհիշելի ժամանակներից մրցակցությունից դուրս անգամ արմատներով հանկարծ մենք չենք կարողանում ասենք որ բայց մեր իրավունքներն ուրեն էլի լավ հա այդ սա հասկացանք ինչ եղել է հիմա հատուցումը որն է հատուցումը այդ ամեն ինչի ով ասել որ կարելի է Ղարաբաղում ոչնչացնել կանաչ ժամը բան նոր եկեղեցիները քանդում ենք կանաչ ժամը նոր եկեղեցի է բայց ինչի է այդտենց բուլդոզերների բերանը տվել ինչի ոչ մեկը չի խոսում այդ մասին ինչի չի դրվում այդ հարցը չէ որ դա մեր ինքնության ոչնչացումն է դա այդ նույնա ոնց որ վերցնես մարդուն ձեռքը կտրես ասես դե լավ ձեռքեր էլի մի ասա որ ցավում է բան ձեռքներ կտրեցինք էլի հա ինչ ա եղել բայց ոնց կլինի տենց ինչքան կարանք տենց շարունակենք Շնորհակալություն պարոն Խաչատրյան, խոսքը տալիս եմ պարոն Աշոտ Գևորգյանին եւ հարցը այսպեսին է։ Նայեք, պարոն Խաչատրյանը ասում է ինքնության ոչինչ մենք ձայն չենք հանում, չեք նկատում արդյոք, որ Հայաստանում փորձում են հայ նոր ինքնություն կառուցել այս նոր իշխանությունները։ Եվ եթե այս ընտրությունները հաջող լինի, պետք է երևի արձանագրենք ակադեմիական շրջանակներով, որ դա մասամբ հաջողվել է։ Համայն դեպս ընտրողները նորից ընտրեցին այդ մարդկանց, ովքեր հային ուզում են այն ինքնությունից կտրել, որը պահանջատեր է, որը մշակույթ ունի, որը իր մշակույթին ժառանգությանը ոչնչացմանը գոներ ձայն պետք է հանի։ Այո։ Իսկ փաստորեն հիմա ստացվում է, որ հայերը համաձայն են դրան։ Համեցեք։ Շնորհակալություն։ Դա ակնհայտորեն երևում է, որ տեղի ունենում վերաֆորմատավորում, որ ասենք իրական Հայաստան այդ տերմինը որ մտցնում են, այդ իշխանական շրջանները դա նույն բանն է, ասենք Մասիս Սարի սիմվոլը հանել, այսպես ասած, մեր շրջանառությունից, չխոսել ընդհանրապես Արևմտյան Հայաստանի մասին, չխոսել Ղարսի մասին, չխոսել Վանի մասին, հիմա արդեն չխոսել Ստեփանակերտի, Շուշի մասին, Գարդման եւ այլ արդեն բոլորը մոռացել են, որ ինչ խաղաղություն լինի, ում համար խաղաղություն լինի։ Գերեզմանում էլ շատ խաղաղ աննջիցանների համար։ Այդ խաղաղությունն են պատրաստում եւ ակնհայտորեն ես տեսնում եմ մենք ասենք որ տեղի ունեմ ինքնության Հայաստանում եւ դա կատարվում է իշխանությունների կողմից հանձինս այս կառավարության որը շատ նման է շատ վտանգավոր կրոնական աղանդին որտեղ ինքը մեկ տեսնում ես խփում է հայկական ինքնության որոշակի մեծ հատվածի դա բանը քրիստոնեական մեր հարստության հիմքերին մեկ խոսում է ասենք պատկերացնում եք Մեսրոպ Մաշտոց Սուրբ Մեսրոպ Մաշտոցին Դա ընդհանրապես խայտարակ է, դա մի վարքյան այդ տիպի անձը պետքա չլիներ, նա պետք է արդեն գաղութում լիներ եւ խստագույն պատ, որտեղ դա կուլտուրոցիդի ակտ է։ Ես ներողություն խնդրում, ուղղակի ուշադրություն եմ ուզում ձեզ հրավիրել, որ այո, մեր հայրենիքի այն որ դուք ասում եք իրական Հայաստան, այս սահմաններով, որ շրջանառությանը մեջ այդտեղ ապրող մարդկանց ինքնությունն էլ է, որտեղ եղել է նույն ինքնությունը, ինչ որ եղել է մյուս տեղերում։ Այսինքն, այս մարդկանց ինքնությունը հիմա փոխվել է։ Դե փաստացի ինքը, այս ռեժիմը լծվել է ինքնության շատ ինտենսիվ փոփոխմանը ոչ միայն այսպես ասած հարթության մեջ, այլ տարածության մեջ։ Ստեղ ասենք, երբ որ խոսքը գնում է մեր գրերի մասին եւ այլը, դա ինչ որ սահմաններ չեն գծած երկրագնդի մակերեսի վրա։ Դա այն ոգևոր այն բազմաչափ տարածությունն է, որ մենք այնտեղ գոյություն ունենք։ Առաջի հերթին այնտեղ պետքա մենք լինենք, որպեսզի սովորական երկրագնդի վրա լինենք։ Այդ հարվածները, պատկերացնում եք, այդ դրանից հետո ադրբեջանցիները մի անդադ բերում են
վարչապետի խոսքեր, որ ասում է գողացած տարեր են։ Դու տեսման լսել եք Այվարդ։ Դա եւ Չէ, դա абսուրդ է։ Չէ, եւ գիտեք ինչն է բանը, այդ հիմարություն չի, այդ ես չգիտեմ ինչ ոնց անվանեմ, այդ տերորիստական ակտից հետո մտնում ես, ասենք, գիտական հիմնարկներ եւ այլ, գիտաշխատողների մեծ մասը կամ խուսափում է դրա այդ հարցը քննարկելուց, կամ ասում է ես չեմ լսել։ Կարող է արհեստական բանականությունն է դա բաները։ Ես իմ ականջով եմ լսել։ Դե անհավատալի բան է, բայց Հա, եւ բանը անտիկոռուպցիոն հիմնարկ այն ժամանակ եթե լիներ իր խոսքերն են բեր, ապա Մեսրոպ Մաշտոցը այդ վռամշապուին չեր խափի, փողերը չեր ծախսի անիմաստ եւ եվտոպիացիներից տարերը չեր բանը գողանա։ Հիմա էլ ինչ որ գտել են մի հատ եվտոպացի ինչ որ ճակերտավոր պրոֆեսոր ինքն ընդդեց ասում, հա, դե հայրը տարերը մեր տարերից են գողացված։ Դուք պատկերացնում եք, երբ որ եվտոպիական ազգը այդ էթնոսը առաջացել է հայկական էթնոսի եւ խաբշիկների միախառնի բանից մի 10,000 տարի առաջ, դա էլ գենետիկ փաստեր է, որ հիմի զուգահեռ ապացուցում է եւ այլ եւ այլ։ Հիմի այս տիպի ինքնության ոչնչացման պայմաններում ենք մենք ապրում եւ ընտրողը պետք է հասկանա ոչ թե ինքը ընտրում է սովորական ժամանակներում, ինքը ընտրում է ինքը լինելու է իր անցյալը, իր ծնողներ եւ այլ ինքը ճանաչում է, իր ինքնությունը ճանաչում է, թե չի ճանաչում։ Այս ռեժիմը չի ճանաչում, ինքը քեզ վերաֆորմատավորում է, որը եւ դա հանդուրժել է, անթույլատրել է, որտեղ մենք դարերի ընթացքում շատ տեղեր կարայինք չհանդուրժենք, չենք, օրինակ ասենք սովետական ժամանակներում կարայինք չհանդուրժենք Պյատրովսկու եւ ասենք բանի այդ մյուս լեզվաբանի Դյակոնովի գրածները բանան ենք ապստամբ էինք, ասենք ես ինչ ես գրում, որոնք ձգտում էին Ուրարտուն հեռացնեն արարատյան թագավորությունը հայկական իրականությունից եւ ինչ որ իմաստով դրանց որոշակի երկար ժամանակ հաջողվել է եւ մի թուրքերը ասում են դե դուք էլ Ուրարտուն եք գրավել, պատկերացնում եք ինչա կատարում, մենք պետքա չհանդուրժենք, էս է խնդիրը եւ մեր ինքնության խնդիրը դա գլխավոր կռվանն է, մենք կանք ուրեմն մենք պետքա այդ վերականգնենք այն ինչ որ կոչվում է հայքը միջերկրական ծովից մինչև Կասպից ծով։ Շնորհակալություն պարոնայք, այս խոսակցությունը իհարկե երկար ժամանակ համեցեք, բայց շատ կարճ, որովհետև Դյակոնովը կյանքը ավարտելուց առաջ գրել է մի հոդված, որը ինձ երբ որ կարդացի, ուղղակի շոկի մեջ գցեց։ Ինքը գրում է, որ քանի որ Ուրարտուի գլխավոր նյութը պեղումների արդյունքում ձեռք բերված դա Էրեբունի պեղումներն են եւ այնտեղից նույնիսկ ուղեղն է հանված եւ այլ ու շարունակում է պետք է ասենք որ այդ ժամանակներից մինչեւ հիմա Երևանի բնակիչները նույնն են այսինքն ինքը իր մեղքը հասկանալով գնացել է ծայրահեղ հակառակ բանը ասելու որ այն ժամանակներից մինչեւ հիմա հայերը չեն փոխվել ու ապրում են Երևանում ուղղակի մենք այդ տենց առանձնագի ուշադրություն չենք դարձնում որտեղ դա ինքն էլ Շատ լավ, պարոնայք, մեր հաղորդման ժամանակը սպառվում է, ես թույլ տվեք շնորհակալություն հայտնել եւ սրանով ավարտել, բայց այս թեման ինչի մասին մենք խոսում ենք եւ խոսել ենք, շարունակելու ենք սրա մասին խոսել, որովհետեւ սա ոչ մեկ, ոչ երկու հաղորդման թեմա չէ, սա մեծ հաղորդաշարի թեմա է, որտեղ մեր հայրենակիցներին պետք է ներկայացնել այդ եւ փաստերը եւ դրանից հետեւությունները, որովհետեւ շատ դեպքերում նրանք պարզապես խափված եւ մանիպուլացված են։ Շնորհակալություն ձեզ բոլորիդ հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, սրանով ավարտում եմ հաղորդումը, մնացեք հետևեք մեր հաղորդումներին, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։